Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Մարդը կարճ կյանք ունի և լիքն է ցավով Հոբ 14:1 Մեզ համար շատ օգտակար կլինի մինչև քնելը հիշել այս տխուր փաստի մասին, քանի որ այն կարող է օգնել մեզ ազատվել երկրավոր բաներից։ Այնքան էլ հաճելի չէ հիշել, որ մենք խոցելի ենք դժբախտությունների և նեղությունների համար, սակայն այդ մասին խորհելը կարող է խոնարհեցնել մեզ և հետ պահել սնապարծությունից, որպեսզի մենք էլ մեր հաջողության մեջ չասենք, թե «Տեղիցս չեմ շարժվի» Սաղմոս 36 Դա մեզ թույլ չի տա շատ խորը արմատներ գցել այն հողի մեջ, որից շուտով պետք է տեղափոխվենք դեպի մեր երկնային պարտեզը։ Եկեք ուրեմն չմոռանանք, թե որքան փխրուն է այն հենարանը, որն իր վրա կրում է մեր ժամանակավոր օրհնությունները։ Եթե մենք տեսնենք, որ երկրի բոլոր ծառերի վրա փայտահատի կացնով նշան է արված և շուտով դրանք կտրվելու են, միթե կհամարձակվեինք դրանց վրա բույն դնել։ Իհարկե մենք պիտի սիրենք, սակայն սիրենք հաշվի առնելով մահվան փաստը և պատրաստ լինելով բաժանմանը։ Մեր հարազատների հետ թանկ հարաբերությունները պարտքով են տրված մեզ։ Եվ այն պահը, երբ մենք պիտի վերադարձնենք դրանք պարտատիրոջը, գուցե շատ մոտ է։ Սա անշուշտ ճիշտ է նաև աշխարհային բարիքների համար։ Միթե հպարտությունը թևեր չի առնում ու թռչում հեռանում։ Մեր առողջությունը նույնպես հուսալի չէ։ Մենք դաշտի ծաղիկների պես ենք և չպիտի կարծենք, թե հավիտյան ծաղկած ենք մնալու։ Կա տկարությունների և հիվանդությունների համար նախատեսված ժամանակ, երբ մենք ստիպված կլինենք տառապանքի մեջ փառավորել Աստծուն և ոչ թե եռանդալից գործունեությամբ։ Չկա մի անվտանգ վայր, ուր կարող ենք փախչել և ազատվել նեղության սուր նետերից։ Մեր կյանքի սակավ օրերից ոչ մեկն ապահովագրված չէ վշտից ու ցավից։ Մարդու կյանքը դառը գինով լցված տիկի պես է։ Նա, ով երջանկություն է փնտրում դրա մեջ, նույնն է, թե մեղր փնտրի աղի օվկիանոսում։ Սիրելի ընթերցող, վերին բաները փնտրիր, ոչ թե երկրի վրայինները, Կողոսացիս 3:2, որովհետև այստեղ ցեցն ու ժանգը ապականում են և գողերը պատը ծակում են և գողանում, Մատթեոս 6:19, բայց այնտեղ բոլոր ուրախությունները մնայուն ու հավիտենական են։ Դժվարությունների ճանապարհն է, որ մեզ ապահով տուն կհասցնի։ Տեր, թող այս միտքը բարձ դառնա ամեն հոգնած գլխի համար։